Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ դրահոսն այսպիսինն է։ Երևանի Ավան եւ Նոր վարչական դատարանը քննում է գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը, առ այս պահը դատարանը որոշում չի կայացրել։ Նիստը դռնփակ է։ Այս ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են դատարանի բակում աջակցելու նրան։ Այստեղ են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ, падգամավորներ։ Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան։ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսեցին այն բանից հետո, երբ երեկ նա հրապարակային աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն, քաղաքական իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված արշավի ֆոնին։ Նիկոլ Փաշինյանը Կարապետյանի հայտարարությանը կոշտ եւ հայոյախառն գրառումներով պատասխանեց, ինչից հետո իրավապահները խուզարկություն սկսեցին նրա առանձնատանը։ Դրանից հետո ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը, իսկ ինքը Կարապետյանը գիշերը ժամը 3-ի սահմաններում իրավապահների հետ հեռացավ։ Ավելի ուշ Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով մեղադրանք առաջադրվեց եւ կալանքի միջնորդություն ներկայացվեց։ Սամվել Կարապետյանի փաստաբանի փոխանցմամբ նա մեղադրանքը չի ընդունում։ Այս պահին քաղաքական ուժերի տարբեր գործիչների միջև տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ խորքային գործընթաց սկսելու համար։ Այս մասին Ավան եւ Նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում անել ընդդիմությունը։ Սաղաթելյանի խոսքով ավելի կոնկրետ այս գործընթացը նախատեսում է գործողություններ։ Ընդդիմադիր падգամավորի համոզմամբ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ռուսական կապիտալով ընկերությունները ազգայնացման անվան տակ խլել եւ հանձնել թուրքերին։ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է կատարել, տեղեկացնելով, որ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակբաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, ինչը տեղի կունենա արագ։ Ասում է, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց հեծի վրա էլ։ Այսինքն այս մարդիկ հեծը իրենցը չեն էլ համարել եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների եւ աշխատակիցների վրա, որովհետեւ եթե հեծը իրենցը չէ, ումն է ուրեմն։ Նրա սպառողներին է, նրա աշխատողներին է։ Ասել է թե ժողովրդին է, որովհետև ողջ ժողովուրդը կամ հեծի սպառող է, կամ աշխատակից, գրել է նա։ Փաշինյանի գրառումից հետո հայտնի դարձավ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր 10 միլիոն դրամի գումարի չափով տուգանել է ընկերությանը։ ՀԾԿ-ից փոխանցում են հեծին տուգանել են արձանագրված տեխնիկական եւ առևտրային խախտումների համար։ Բացի այդ, այսօրվա առավոտվանից տուգումներ են իրականացվել Տաշիր պիցցայի բոլոր մասնաճյուղերում, որոնց արդյունքում մի քանի մասնաճյուղի գործունեություն կասեցվել է։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Արմեն Աբազյանը Փաշինյանի կառավարության օրոք ազգային անվտանգության ծառայության 5-րդ տնօրենն էր։ Նա այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին Շուշիի հանձնումից հետո, իսկ մինչև այդ Աբազյանը զբաղեցնում էր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը։ Մամուլը գրում է, որ Փաշինյանն Աբազյանին պաշտոնանկ է արել, քանի որ վերջինս նախորդին հրաժարվել է կատարել Ռուսաստանաբնակ գործարար բարերար Սամվել Կարապետյանին ձերբակալելու որոշումը։ Ինքը Նիկոլ Փաշինյանն այսօր հերքել է այս պնդումները, շեշտելով, որ չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իր որևէ հանձնարարություն կատարելուց։ Կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ Սամվել Կարապետյանի դեմ ցուցմունք տվող հեծի աշխատողները կխրախուսվեն։ Այս մասին Փաշինյանն ասել է, պատասխանելով ՔՊԱ-ական падգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, ով ասել էր, թե իր տեղեկություններով հեծի աշխատակիցներին ստիպողաբար տարել են դատարանի բակ Սամվել Կարապետյանին աջակցելու։ Ըստ նրա, շատ արագ հեծը լինելու է պետական սեփականություն եւ հեծի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց իր խոսքով ստիպողաբար ցույցի են բերում, ազատվելու են աշխատանքից։ Հետո ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն, բայց ոչ մեկին ներում չի լինելու։ Իսկ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն եւ կհազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան, չեն ազատվի։ Մենք բավարար լծակներ ունենք նրանց պաշտպանելու համար։ Ստիպողաբար ցույցի բերողները կդատվեն, իսկ համագործակցողները կխրախուսվեն։ Հավաքին մասնակցելուց հրաժարվողների հետ ոչինչ տեղի չի ունենա, մենք նրանց կկարողանանք պաշտպանել եւ պետականացումից հետո նրանք կշարունակեն աշխատել, ասաց Փաշինյանը, ապա շարունակեց։
Մարդկանց փութաջանորեն ցույցի բերողները, չգիտեմ հետո կկարողանան Տաշիր պիցայում աշխատեն, թե ոչ։ Վստահ չեմ, որ կկարողանան Տաշիր պիցայում որևէ բան աշխատեն։ Կոնկրետ ասում եմ, պատժվելու են, հետո լաց, կոց, տենց բաներ չլինեն, չենք ընդունելու։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազգային ժողովում ասել է, որ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով արդեն իսկի հայտ են եկել լոգիստիկ խնդիրներ։ Այո, եւ փախստականների եւ լոգիստիկ եւ էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել։ Պետք է մշակել սցենարներ, որոնք ինչ-որ պահի կարող են պետք լինել, բայց կարող է եւ պետք չլինել։ Մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում, մշակում ենք այս կամ այն սցենարներից ելնելով գործողությունների պլաններ, ասել է Մհեր Գրիգորյանը։ Նա հավելել է, որ բոլոր պոտենցիալ խնդիրները մոնիտորինգի տակ են։ Ազգային ժողովում ընթացող կառավարության հետ հարց ու պատասխանի զուգահեռ անհետ կորածների հարազատները երկկողմանի փակել են Բաղրամյան պողոտան։ Անհետ կորածներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանն ասել է, որ իրենց գլխավոր պահանջն այն է, որ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին վերականգնեն պաշտոնում։ Նա մտահոգություն ունի, որ նրա պաշտոնակությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով եւ սա կմտնի փակուղի։ Նրա խոսքով Աբազյանի հետ պարբերաբար հանդիպումներ են ունեցել, քանի որ նա էր գլխավորում անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը։ Ըստ Ղուկասյանի, Աբազյանն իրենց վստահեցրել է, որ մինչև վերջ իրենց կողքին է լինելու։ Անհետ կորածների հարազատներն ասում են, որ ստացվում է նոր տնօրենի հետ պիտի այս թեման սկսեն նորից քննարկել, նրան ներգրավեն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, որին երբեկս նրանց չի մասնակցել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը։ Ոստիկանության աշխատակիցները բանակցում են, որ պողոտան բացեն, սակայն դեռևս ապարդյուն։ Իրանի եւ Իսրայելի միջև ընթացող պատերազմի 6-րդ օրը Իրանի հոգևոր առաջնորդն այսօր հանդես է եկել ուղերձով։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը մեծ սխալ է թույլ տվել եւ դրա համար կպատժվի, իսկ Իրանը չի ընդունի պարտադրված խաղաղություն կամ պատերազմ։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահի սպառնալիքներին, թե Իրանը պետք է հանձնվի, ինչպես նաեւ լուրերին, որ Միացյալ Նահանգները դիտարկում է պատերազմին միանալու հարցը, Խամենեին ասել է. ԱՄՆ պետք է իմանա, որ Իրանը չի հանձնվի եւ ԱՄՆ-ի ցանկացած հարված կունենա լուրջ անդառնալի հետևանքներ։ Խամենեին նաև նշել է, որ նրանք, ովքեր գիտեն Իրանի պատմությունը, գիտեն, որ իրանցիները լավ չեն արձագանքում սպառնալիքների լեզվին։ CBS News-ի փոխանցմամբ Թրամփը Սպիտակ տանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել քննարկելու, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է միանա Իսրայելին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Հնարավոր թիրախներից է Ֆորդոյի ստորգետնյա օբյեկտը, որին հարվածելու համար անհրաժեշտ է ԱՄՆ միջամտությունը, քանզի Իսրայելը չունի նման հնարավորություններ։ Հաղորդվում է, որ Թրամփի խորհրդականների միջև լիակատար համաձայնություն չկա այս հարցում։ Այսօր հունիսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հունիսի 18-ն է Երևան։ Մալացա Սեբասիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ, վարչական շենքի հարևանությամբ Սեբասիա փողոցում Ford Transit մակնիշի ավտոմեքենան վրաերթ է ենթարկել կին հետիոտնի։ Վարորդը փախստի չի դիմել, ազանգել է շտաբօգնություն, օպերատիվորեն ժամանած շտաբօգնության բժիշկների հերթապահ նախտեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին, ապա ծայրահեղ ծանր ախտորոշման տեղափոխել Ասլիկ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ բարեկները սահմանազատել են տարածքը, այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Հովանեսյանի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամաս Հարությունյանի գլխավորությամբ, ում ինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Ասլիկ բժշկական կենտրոնից ազանգ է ստացվում ոստիկանության Մալացիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։ Վրաերթից հետո Ford Transit-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իդեպ նշված խաչմերուկում հաճախակ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում ցավոք ողբերգական։ Ու ամեն անգամ խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետարան, համապատասխան մարմիններին, որպեսզի սրա դեմը առնեն այս խաչմերուկում այնքան վթարներ ու վրաերթեր են տեղի ունենում, որ կարելի ասել Երևանի ոչ մի
Խաշմերուկ ու փողոցում այդքան դեպքեր տեղի չեն ունենում։ Գոնե այս ողբերգական վրայերթից հետո պատասխանատուները հետևություններ անեն, վերջնականապես մասնագետների հետ խորհրդակցեն, քննարկեն եւ այս խնդիրը լուծեն։ Հակառակ դեպքում սա դաշ չի դառնա այդ ոչ վայ պաշտոնյաներին, ովքեր հետևություններ չեն անի։ Հետիոտը նաեւ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հետիոտը կին հետիոտ է եղել, ով մայթին կանգնած է եղել, երբ տեղի է ունեցել վրայերթը։ Շամշյան Քոմի փոխանցմամբ հունիսի 17-ի ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 20:30-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության, գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդու կախված դիկ կա։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեում բակում պարանից կախված հայտնաբերել են տանտիրոջ 44-ամյա Արմեն Բյիդին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր եւ տանը հայտնաբերվել է նամակ նրա կողմից գրված։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։